Առաջինը ցանկանում ենք տեղեկացնել, որ 2026 թվականի ապրիլի 15-ին ժամը 10:30-ին ունենալու ենք դատական նիստ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ չափազանց կարևորում ենք այն հայտարարությունները մեր հայրենակիցների, մեր գործընկերների, նաև հենց ուժեղ Հայաստան կուսակցության անդամների, որ հերթական անգամ իրենց աջակցությունն են ցուցաբերելու, լինելով ըստ էության Թբիլիսյան խճուղի 3-9 հասցեի հարակից տարածքում։ Ինչ միջնորդություն ենք ներկայացրել այսօր դատարանին, միջնորդությունը վերաբերում է հետևյալին. երբ արդեն գործը գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ է առնում նախնական դատալսումները։ Նախնական դատալսումները իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց իհարկե ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումը։ Գործընկերների հետ միասին այսօր մուտք ենք արել դիմում միջնորդություն, հասցեագրված պատվարժան դատարան դատավոր Դոլմազյանին, առայն որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարցը։ Բացահայտեմ նաև պատճառաբանումը։ Յուրաքանչյուր ժամ այլևս էական նշանակություն ունի Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից։ 2026 թվականի ապրիլի 21-ին ուժեղ Հայաստան կուսակցությունը հրավիրել է համագումար եւ առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մենք տեսանք ինչպես օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ ինչ աստիճան ինտեգրված, ներգրավված էր process-ին։ Մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է եւ հույս ունենք, որ նշվածը կապահովվի։ Եվ ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է այլևս դատական իշխանության ուսերին։ Այդպես չպետք է լինի, բայց սա Հայաստանի Հանրապետությունում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Դրանից չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ։ Միաժամանակ նաև առիթից օգտվելով ցանկանում ենք անդրադառնալ սույն վարույթով հսկող դատախազ մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Արգամ Դալաքյանի երեկվա հայտարարություններին։ Հայտարարությունները տեղ էին գտել հանրային հեռուստաընկերության եթերում, լուրերի թողարկման շրջանակներում, մի գաղտնիք էլ բացահայտեմ, ինձ զանգահարել էր լրագրողը, ով կարծես հենց հարցազրույցը վերցրել էր պարոն Դալաքյանից, մենք ունեցանք շատ ջերմ մոտ 1 րոպե տևողությամբ խոսակցություն, որտեղ հարցրեց արդյոք մեղադրանքը ընդունելի է թե ոչ, արձագանքեցի, որ այն քաղաքական հետապնդում է, ակնհայտ ապօրինի է եւ մի քանի այլ հանգամանք էլ նշեցի, որոնք տեղ չեն գտել նշված թողարկման շրջանակներում։ Բայց իհարկե անկեղծորեն ասեմ, թե ես, թե Տիկին Գասպարյանը, թե պարոն Վարդանյանը, պարոն Ֆերոյանը, ով կմիանա մեզ ընթացքում, մեծ սիրով պատրաստ էինք նաև հյուրընկալելու նշված լրագրողին, մենք էլ նույն պայմաններում, այսպես մեր աշխատասենյակում նստած, մենք էլ ներկայացնեինք օրինակ ապօրինությունները հենց նաև նույն դատախազության կողմից կատարված, բայց այդ հնարավորությունից չենք ունեցել։ Եթե շատ կարճ արձագանք ներկայացնենք, իմ ձեռքին օրինակ հիմա Վճռաբեկ դատարանի 2026 թվականի փետրվարի 25-ի որոշումն է։ Այս որոշումը միայն, որ օրինակ լրագրողը հանրային հեռուստաընկերության փոխանցեր դատախազ Դալաքյանին, բավարար էր, որ այդ հարցազրույցը տևեր օրինակ 20 վայրկյան, որտեղ Վճռաբեկ դատարանը այս քաղաքական հետապնդման պայմաններում ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա, մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ դե կոչի դրվագի հետ կապված կարծում եմ միայն բոլորի մոտ ժպիտ է առաջանում, որովհետև մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը հիշեցման կարգով Հայաստանի Հանրապետությունում ըստ քննչական եւ դատախազության մարմինների հանդիսանում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Հիմա այս 3 մեղադրանքների տեսանկյունից ամփոփելով ընդգծենք մեկի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը ասել է գործը կարճեք, դադարեցրեք վարույթը, մի զբաղվեք դրանով, ամոթ է։ Մյուս դրվագի վերաբերյալ ասել է շատ ցածր է ենթադրյալ հիմնավոր կասկածը, եթե չեք կարողանում ամրապնդել, կրկին դադարեցրեք հետապնդումը, մի ծանրաբեռնեք հակակոռուպցիոն դատարանը։ Իսկ կոչի դրվագի վերաբերյալ դե քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո ինչ ասենք, այստեղ իրավաբանությունը ընդհանրապես չի գործում, կարող ենք պարզապես փակել ամբողջ իրավաբանությունը ընդհանրապես։ Բայց մի կարևոր շեշտադրում էլ անենք, տեսեք, շուրջ 10 ամիս
Սամվել Կարապետյանի հետ առնչվող, Սամվել Կարապետյանի հետ չառնչվող, Սամվել Կարապետյանի հետ հիպոթետիկ առնչվող, տիեզերական իմաստով առնչվող կամ չառնչվող բոլոր հնարավոր ամեն ինչ քննելու պայմաններում ներկայացվել է այսպիսի մեղադրանք, որից մեկը ընդհանրապես չի վերաբերում Սամվել Կարապետյանին, ընդհանրապես, դա ասում է նաև Վճռաբեկ դատարանը, երկրորդը կրկին չի վերաբերում Սամվել Կարապետյանին, բայց Վճռաբեկ դատարանը քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո, բայց միևնույն է ասել է շատ ցածր մակարդակի վրա է հիմնավոր կասկածը, իսկ երրորդը կրկին կոչի դրվագն է։ Հիմա այս իրավիճակում, որ պատկերացնեք, որոշակի իմաստով այս ամենը միտեղ ժպիտ է առաջացնում, միտեղ ցավ ինչ իմաստով, որ հնարավոր է նման տգեղ եւ վիրավորական, աբսուրդային քաղաքական հետապնդումներ Հայաստանում։ Եվ մի հատ էլ այդ ամենի նման կերպով լուսաբանում, երբ կան կոնկրետ դատական ակտեր նշվածի վերաբերյալ, որ պատկերացնենք, եթե դատարանը հիմնավոր կասկած չի հաստատում, իսկ այս մեղադրանքների տնտեսական հատվածի վերաբերյալ հիմնավոր կասկածներ չեն հաստատվել օգոստոս ամսին, չեն հաստատվել սեպտեմբեր ամսին, հոկտեմբեր ամսին, նոյեմբեր ամսին, դեկտեմբեր ամսին, ընդհուպ մինչև մարտ ամսին։ Իդեպ այն նույն դատախազը, ով երեք ներկայացնում էր նշված դրվագների վերաբերյալ իր կարծիքը, ինքը հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ որոշումը նույնիսկ չի բողոքարկել։ Չի բողոքարկել, այսինքն ինքը ընդունել է, որ այդ միջնորդությունը Սամվել Կարապետյանի իբրև այդ մեղադրանքներին առնչության վերաբերյալ չի հաստատվում։ Ինքը բողոք չի ներկայացրել, բայց ինքը դրա մեղադրական եզրակացություն է հաստատել։ Ես խնդրեմ գործընկերներս շարունակեն, այնուհետև մի քանի շեշտադրում եւս կանեմ։ Շնորհակալություն, արդեն իմ գործընկեր Արամ Վարդևանյանը ըստ էության նշեց այն, ինչ որ ունենք։ Պետք է նշեմ, որ այո, հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում կոնկրետ դրվագով, այն էլ այն դեպքում, երբ ինքը հենց մեղադրող Արգամ Դալաքյանը բողոքարկում իր կողմից չի ներկայացրել եւ թույլ է տալիս, այսպես ասած, իլուր ամբողջ հասարակության իր տեսաուղերձով վստահորեն ոտնահարելով անմեղության կանխավարկածը, կոպիտ կերպով ոտնահարում է այդ քայլով անմեղության կանխավարկածը եւ այդ պայմաններում ես ինքս մինչև դատական նիստը, այսինքն վաղը ժամը 10:30-ը խորհուրդ կտամ մեր հարգելի դատախազին ցուցաբերել որպես այդպիսին քաղաքական արիություն եւ մինչև դատական նիստերի դահլիճը ներկայանալը հայտնել ինքն իրեն ինքնաբացարկ եւ չմտնել այսպիսի ապօրինությունների տակ, ինչպիսին սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 17-ից։ Սա քրեական վարույթ չէ, սա 135 հատորանոց դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, սա վախի դրսևորում է եւ նման պայմաններում հայտնել այդպիսի հասարակությանը տեղեկատվություն, որ հաստատված այն էլ հանգամանքներով իրականությանը չհամապատասխանող, սա ընդամենը չեմ կարող ասել, սա աբսուրդի ժանրից է, որը որ մեր աշխատանքային պրակտիկայում երբևէ գոյություն չի ունեցել նման իրավիճակ։ Ես կարող եմ այսքանը ասել եւ հուսանք, որ մեր միջնորդությունը վաղվա դատական նիստով, ինչպես նշվեց, առաջնահերթության կարգով կքննարկվի եւ կունենանք գոնե այս անգամ արդար որոշում է ակնկալում պաշտպանական կողմը դատարանից։ Այսքանը։ Ես ավելացնեմ, լրացնեմ գործընկերներիս, միանում եմ բոլոր խոսքերին։ Մի քիչ առաջ գամ, իջնել եմ ներքև, աստիճան, գամ ստեղ։ Դե ախր տենց մեկը վերև, մյուսը ներքև։ Ես երևի խոսեմ քրեական գործի նյութերից, որոնք ներկայացվել են դատարան, ինչպես արդեն գործընկերս տեղեկացրեց, 135 հատորից բաղկացած քրեական գործ է ներկայացվել։ Առերևույթ սա կարող է թվալ, թե բավարար ջանասիրությամբ 53, 51, վերջում 22 անձից բաղկացած քննչական խումբը կատարել է բոլոր հնարավոր ապացուցողական գործողությունները Սամվել Կարապետյանի եւ այլոց մեղադրանքները հիմնավորելու տեսանկյունով, բայց գործի ուսումնասիրությամբ պարզվեց այն, ինչ որ
ինչպիսի մտահոգություններ մենք ներկայացրել ենք դատարաններին 10 ամսյա նախաքննության ընթացքում։ Ուրեմն տեսեք, հարցաքննվել են 40 անձ, որոնցից որևէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների առնչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չի տվել։ Կատարվել են 81 զննության արձանագրություններ, բացառապես փաստաթղթեր են զնվել, այդ փաստաթղթերից որևիցե մեկում Սամվել Կարապետյանի անունը չի հիշատակվում։ Հիմա նման պայմաններում հմեկով ելույթ ունենալ, ներկայացնել, որ այնտեղ գումարային ահավոր թվեր եւ այլն, որ փողերի լվացման գործընթացն է կազմակերպել եւ այլն, չգիտեմ, դատալսումները վստահեցնում եմ ձեզ, դրանց բոլորի պատասխանները տալու են, ամեն ինչ պարզվելու է, նաեւ ձեզ հետեւյալը ասեմ, մենք շուրջ 10 ամիս կալանքի ցանկացած նիստի ժամանակ երկարաձգման դատարանին ներկայացել ենք շուրջ 2 տասնյակ փաստարկներ, թե ինչպես են վարույթի հանրային մասնակիցները դատարաններին մոլորեցնում։ Նպատակավորն էր ընդհանուր գործի նյութերի ուսումնասիրության արդյունքները վկայում են մեկ փաստի մասին, որպես փորձառու իրավաբան եմ ձեզ ասում, եթե որպես կանոն խափամիջոցը կիրառվում է կալանքը, օրինակ, կիրառվում է վարույթի ընթացքում անձի պատշաճ վարքագիծը ապահովելու նպատակով, այս գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է հակառակի մասին։ Վարույթները, մոտ 10 վարույթ միմյանց միացվել, համատեղ քննվել են բացառապես մեկ նպատակով Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելու համար։ Հիմա իհարկե տնային կալանքի տակ է մեր վստահորդը, բայց իր ներազդեցության եւ ինտենսիվության աստիճանով այն որևէ կերպ գրեթե չի զիջում բանտային կալանքին։ Երևի այսքանը, ես վստահեցնում եմ, հիմա հասել ենք հրապարակային դատաքննության փուլ եւ ես կխնդրեմ հանրային մեղադրողներին, այն ինչ որ հեռուստատեսությամբ է լսարանում հնչեցվում, այդ նույն ամեն ինչը հիմնավորել դատալսումների ժամանակ դատարանում։ Կարծում եմ հրապարակային դատաքննությունը բոլոր կասկածների վերաբերյալ այդ վերջակետերը դնելու է իր տեղը։ Ամեն ինչ հանրությանը հայտնի է դառնալու, ամեն ինչ բացահայտվելու է, թե այս քրեական գործի նախաձեռնման պատճառը, նաև համոզված եմ դրա հաջող ելքի վերջաբանի մեջ։ Այսքանը, շնորհակալություն։ Դատավոր Վահե Դոլմազյանից ակնկալիքները ինչպիսին են եւ դուք նախկինում եղել եք դատավոր, երբևէ դատական համակարգ այսքան կաշկանդված ու իշխանությունից այսքան կախվածության մեջ եղել է։ Լրիվ ուրիշ թեմա տարակ, բայց պատասխանեմ, դատավոր Դոլմազյանի հետ որպես գործընկեր շփվել եմ, բայց ես աշխատել եմ քրեական դատարանում, պարոն Դոլմազյանը հակակոռուպցիոն, հետևաբար զուտ իր կայացրած դատական ակտերին ծանոթ եմ արդեն փաստաբանական գործունեությամբ զբաղվելու ժամանակահատվածից։ Այս վարույթով պարոն Դոլմազյանը 2 անգամ մասնակցել է եւ մեր հույսը նաեւ հավատը արդարացի դատական ակտ կայացնելու տեսանկյունով հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե նոր դատավոր լիներ 136 հատորը ֆիզիկապես հնարավոր չէր մարսել, ծանոթանալ եւ համապատասխան որոշում կայացնել։ Իսկ պարոն Դոլմազյանը համոզված եմ գոնե 65-70%-ով այս հատորներին ծանոթ է, նաեւ նշեմ, որ այսպիսի կայացրել է բավարար չափով պատճառաբանված դատական ակտ, եթե չեմ սխալվում, մեկ անգամ կալանքը 1 ամսով է երկարաձգվել, բայց երկրորդը երևի որոշակի համարձակություն դրսևորելով բանտային կալանքի միջնորդությունը մերժել է, ավելի ճիշտ մասնակի է բավարարել եւ որպես խափամիջոցը կիրառել տնային կալանք, ինչը կարծում եմ նախորդող իրադարձությունների պայմաններում բավականին համարձակ որոշում էր։ Ես դա ասում եմ նաեւ որպես նախկին դատավոր։ Այսքանը։ Շնորհակալություն։ Մի քանի շեշտադրում եթե թույլ տաք ավելացնեմ։ Նաև ակնկալիքները վաղվա։ Ստեղ երևի կանգնեմ, չէ՞։ Գործընկերներ, քանի որ երեկվա ռեպորտաժը հանրային հեռուստաընկերության եթերում բավականին երկար էր,
Մի երկու հանգամանք էլի նշում։ Ի վերջո էությունը ինչումն է տնտեսական բնույթի այսպես կոչված մեղադրանքների, որոնք ինչպես նշեցի, ըստ Վճռաբեկ դատարանի մեկը ընդհանրապես գոյություն չունի, մեկը այն աստիճան գոյություն ունենալու իրավունք չուներ, ըստ Վճռաբեկ դատարանի, որ չպետք է գար դատարան։ Պատկերացրեք, դուք ունեք աշխատողներ։ Դուք ղեկավարում եք մի ընկերություն, որտեղ ունեք աշխատողներ։ Այդ աշխատողները, բացի ձեր աշխատողը հանդիսանալուց, ունեն զուգահեռաբար իրենց մեկ այլ ընկերություն, որտեղ հենց իրենք են հիմնադիր, իրենց ընտանիքի անդամներն են հիմնադիր եւ իրենք բիզնեսով են զբաղվում։ Դուք պետք է այդ անձանց, այդ առանձին բիզնեսի գործունեության ընթացքում, շրջանակներում որևէ մի գործողության համար պատասխանատվություն կրեք, որևէ ձևով։ Ըստ քննչականի եւ դատախազության ստացվում է, ես իր անմեղության կանխավարկածնել եմ հարգում, խնդրում եմ որևէ կերպ բացասական դա չընդունեք։ Նախկինում արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցրած պարոն Փիլոյանի նկատմամբ երբ մեղադրանք առաջադրվեց, զուգահեռաբար պետք է նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեր, քանի որ իր վերադասը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մեղադրանքի ասում են, որ նախկինում նախարարի պաշտոնը զբաղեցրած պարոն Փիլոյանը իր կարգավիճակից դուրս գործողություն է կատարել։ Բայց դեպքում ինչի իր վերադասին մեղադրանք չեն առաջադրում։ Ասեմ ինչի, որտեղ պետք է լինի ենթադրյալ առնչություն, ինչ որ կապ պետք է լինի։ Այս գործով դատարանները մշտապես ընդգծել են, որ ընդհանրապես որևէ կապ դրա շրջանակներում չկա։ Հիմա լավ այլ օրինակ էլ բերեմ։ Պատկերացրեք մի հանրային սննդի օբյեկտ լինի։ Հանրային սննդի օբյեկտի աշխատողներից մեկը իր աշխատանքային ժամից դուրս այլ գործունեությամբ է զբաղվի։ Դրա համար պետք է մեղադրանք առաջադրվի հանրային սննդի օբյեկտի սեփականատիրոջը։ Սա է այս ամբողջ մեղադրանքի էությունը, իսկ թե ընդհանրապես դա արդյոք հիմնավոր է։ Արդյոք դրա մեջ որևէ մի նշույլ ողջամտության կա թե ոչ, հենց հիմա պնդեմ։ Ընդհանրապես չկա։ Ընդհանրապես գոյություն չունի։ Պարզապես հայտնի մանիպուլյացիոն գործիքների շրջանակներում փորձել են ինչ-որ թվերը ուռճացնելով ներկայացնել, որ իբրև տեսեք այսպիսի գումարների մասին է խոսքը, որ պատկերացնեք միայն այդ իրենց վկայակոչած գումարների տասնապատիկ Սամվել Կարապետյանը որպես բարեգործություն կատարել է Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում։ Կներեք, նույնիսկ տասնապատիկից էլ ավել թիվ կարող եմ ասել։ Դա միայն բարեգործություն է։ Մենք խոսում ենք Forbes-ի ցուցակում 4 միլիարդ 100 միլիոն դոլարի, իդեպ դատախազությունը դրամներից էր խոսում, այդտեղ էր խնդիրը։ Մենք խոսում ենք այդպիսի կարողության մասին, մեր հայրենակցի մասին, ով նաև մշտապես բարեգործությամբ է հանդես եկել եւ արժանացել է ազգային բարերարի կոչմանը։ Կարծում եմ դա առավել քան բավարար է ցանկացած ողջամիտ տրամաբանության ներքո հերքելու ընդհանրապես այս աբսուրդը, ընդհանրապես։ Եվ այստեղ իհարկե հարց է առաջանում, լավ, ինչի համար այս գործը հարուցվեց, ինչի համար է այս գործը պահպանվում, ինչի համար է այս գործը ուղարկվում դատարան, չնայած Վճռաբեկ դատարանը ասում է, որ մի ուղարկեք դատարան։ Լավ, այս ամեն ինչին ինչ որ ողջամիտ պատասխան պետք է լինի։ Ողջամիտ պատասխանների շարքում են սոցիոլոգիական հարցումները, Սամվել Կարապետյանի վարկանիշը, Ուժեղ Հայաստանի վարկանիշը, Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունները, Վերջերս հենց նույն Ուժեղ Հայաստան կուսակցության կազմակերպած միասնության հանրահավաքը եւ դրան արձագանքները։ Այդ ամենը, որ նայեք համակցության մեջ այս աբսուրդային քրեական վարույթի քաղաքական հետապնդման հետ, բոլոր հարցերի պատասխանները կգտնեք։ Մի բան էլ հիշեցնեմ, գործընկերներ, այս քրեական վարույթը տարբերվում է այլ վարույթներից մի քանի այլ հանգամանքներով եւս։ Այս քրեական վարույթի ամենասկզբնական փուլում մենք ունեցանք ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաժարական։ Այս վարույթի արդեն ոչ այդքան սկզբնական, բայց ընթացիկ փուլում ունեցանք քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հրաժարական։ Իդեպ քրեական վարույթի նյութերով պարզ է դառնում, որ հենց նշված քննչական կոմիտեի նախագահի տեղակալին էր մակագրվել ի սկզբանե այս քրեական վարույթը։ Այստեղից կարելի է ինչ-որ հետևություններ կամ դատողություններ անել։ Կդժվարանամ ասել, բայց կարող եք դուք անել։ Եվ երրորդ հանգամանք էլ նշեմ, ի վերջո սա միակ քրեական վարույթն է, որտեղ մի մեղադրանքով քրեական վարույթը սկսում են, ունենալով դրա շրջանակներում սահմանափակումներ, ընդլայնում են դրա աբսուրդային մեղադրանքը, բայց դրանով էլ չեն սահմանափակվում։
Երբ մենք միջնորդում էինք այս քրեական վարույթի, եթե չեմ սխալվում, 4-րդ ամսին, որ մաս անջատեն գործը ուղարկեն դատարան, վստահ եմ կհիշեք քննչական կոմիտեի նույնիսկ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ մաս անջատելու գործիքակազմ չկա։ Գիտեք ինչ ենք ստացել այս 135-36 հատորների հետ միաժամանակ։ Մաս անջատելու մասին որոշում։ Հիմա ոնց է ստացվում, որ 5 ամիս առաջ, երբ Սամվել Կարապետյանը կալանավորված էր, գտնվում էր Երևան կենտրոն բանտում, մենք խնդրում էինք, որ գործը շուտ ուղարկեք դատարան, որ ամբողջ հանրությունը տեսնի սա ինչ աբսուրդ է, իրենք ասում էին մաս անջատել չենք կարող։ Բայց հիմա կարողացան։ Այս գործը հետևաբար նաև ֆանտաստիկայի հնարավորություններ է տալիս քննչական եւ դատախազական ներկայացուցիչներին։ Կրկին գործընկերներ, սա աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա սնանկ է իրավական առումով։ Այս գործը այլ կերպ ասած նման է ջրին, բայց ջուրը եթե կարող ես խմել եւ ջուրը կյանքի հետ է ասոցացվում, այս գործը ասոցացվում է բացառապես ապօրինությունների շղթայի հետ։ Եվ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի։ Րոպե շուտ։ Հիմա կլինի դրա շարժառիթը վախերը, կլինի սոցիոլոգիական հարցումները, բայց այս ջուրը պետք է դադարի։ Իրատեսական է համարում պարոն Վարդևանյան, որ խափանման միջոց է տնային կալանքը կարող է փոխել դատարանը այս փուլում, երբ ընտրություններին օրինակ 2 ամիս է քիչ ժամանակ է մնացել։ Այն, որ քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ իսկապես աննախադեպ է եւ այս քաղաքական հետապնդման շրջանակներում մենք տեսել ենք այնպիսի երևույթներ, որոնք մեղմ ասած անկանխատեսելի են եղել, այսինքն նույնիսկ մենք չենք էլ կարողացել դա պատկերացնել, այդ ամենը տեսել ենք, բայց մենք բոլորս ունենք հավատը առ իրավունքի գերակայություն։ Մենք դրան հավատում ենք։ Մենք այսօրվա Հայաստանում մենք տեսնելով այդքան քաղաքական հետապնդումներ, երբ մենք տեսել ենք նույն ազգային բարերարից մինչև սրբազանների այնպիսի խայտառակ կալանավորումներ, որ երբևէ ոչ մեկ չէր պատկերացնի, բայց մենք այո հավատում ենք, որ իրավունքը պետք է գերակայի, որովհետև իրավունքը հաճախ հենց գերակայում է, արդարությունը հաճախ հաղթում է ամենաանհավանական իրավիճակներում, ամենաանհավանական։ Այո։ Իսկ պարոն Կարապետյանի դիրքորոշումն այս ամենին ինչպիսին է եւ արդյոք հավատում է, որ արդարադատություն կա Հայաստանում։ Սամվել Կարապետյանը ընդհանրապես նույնիսկ իրավիճակներում այնպիսի, երբ մենք չենք պատկերացնում ինչ կարող ենք իրեն ասել, ինքը միշտ ժպիտը դեմքին ասում էր ամեն ինչ լավ է լինելու։ Ու վստահ եմ հենց տենց էլ լինելու։ Իսկ տևողության առումով պարոն Վարդևանյան, ընտրություններին կարճ ժամանակ է մնացել, ինչ է կարծում եք դատական այս փուլը ինչքան կտևի եւ վերջնական։ Մեր խնդիրը հետեւյալն է, հենց դրա համար նաև առաջնահերթության կարգով քննության դիմում ենք ներկայացրել, միջնորդություն ենք ներկայացրել, որ րոպե շուտ ունենանք խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկում, որովհետև այո, այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է համապատասխան քաղաքական հայտերը։ Այլևս ընտրական ցուցակները կարող են ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ դրա համար կա վերջնաժամկետ, դա ապրիլի 23-ն է։ Անհրաժեշտ է ուղղակի, եթե մենք խոսում ենք Հայաստանում ընտրական գործընթացի նվազագույն երաշխիքների մասին, մենք պետք է ունենանք հնարավորություն, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը, վարչապետի թեկնածուն հնարավորություն ունենա անմիջականորեն եւ ամբողջական մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը։ Սա, գիտեք, ոչ թե մի ակնկալիք է կամ խնդրանք է, սա ողջամիտ պայման է, ողջամիտ պայման։ Պարոն Վարդևանյան, դուք նշում եք, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը ոչնչով չի զիջում բանտային կալանքին։ Մի քանի կետով կնշեք, ինչու։ Տեսակցությունների սահմանափակումները, որոնք առավել ինտենսիվ են եղել եւ միայն վերջերս վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի, այսինքն վերջերս ասելով մոտ 10 օր առաջ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշակիորեն մեղմեց տեսակցությունների սահմանափակումը, բայց այն բոլոր դեպքերում պահպանվում է։ Այսինքն այն ռեժիմը սահմանափակումների, որոնք կիրառված են, առավել քան խիստ են։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Մենք պետք է նայենք տնային կալանքի նաև որպես խափանման միջոցի էությանը կոնկրետ անձի նկատմամբ։ Այստեղ մենք խոսում ենք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահի մասին, մենք խոսում ենք նախընտրական շրջանի մասին, մենք խոսում ենք օրինակ ամեն շաբաթ կիրակի ուժերից մեկի քարոզարշավի մասին, իսկ ուժերից մյուսի առաջնորդի տնային կալանքի պայմաններում գտնվելու մասին։ Այս իմաստով նաև տնային կալանքը առավել քան ինտենսիվ է, անհամաչափ է, ապօրինի է եւ մեղմ ասած որևէ մի իրավական փաստարկման չի դիմանում։ Այսինքն այս պայմաններում այն պետք է վերացվի։ Պարոն Վարդևանյան, իսկ այդ դեպքում տեսահոլովակը ինչ պայմաններում եւ ինչպես է նկարահանվել, որը տեսանք հանրահավաքին։ Ընտանիքի անդամները
հարազատները, այսինքն այն անձինք, որոնք հնարավորություն ունեին ներկա գտնվելու, տեսակցելու Սամվել Կարապետյանին, նման պայմաններով փորձ է արվել այնքանով որքանով հնարավոր էր այդ տեսաուղերձը նկարահանել, այնուհետև հրապարակել։ Դժվար էր իհարկե, ինքս էլ ներկա եմ գտնվել այդ գործընթացին, անկեղծորեն եմ ասում, բավականին բարդ է, երբ նշված ոլորտում մասնագիտացում ոչ մեկ չուներ հարազատներից։ Թե ինչպես ստացվեց, կարծում եմ հանրության արձագանքները առավել քան խոսում են։ Մենք ենք շնորհակալ, որ արձագանքեցիք, Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։